Շանթ Համազյան, որ կներկայացնի արմավիրի նստվածքային ավազանի պալեոլարվածության մոդելավորում, գիտական ղեկավար Ղազար Գաղոյան, խնդրեմ շատ 15 րոպե ժամանակ աշխատանքը ներկայացնելու համար։ Բարև ձեզ տիկնայք և պարոնայք, այսօր ներկայացնելու եմ իմ մագիստրոսական թեզը, նրա անվանումը արմավիրի նստվածքային ավազանի պալեոլարվածության մոդելավորում և իմ գիտական ղեկավարն է երկրաբանական գիտությունների թիկնածու Գալոյան Ղազարը։ Այս աշխատանքի արդիականությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ այս ավազանի համար մոդելավորվում է պալեոլարվածությունը, որն է բանալին այս ավազանում ածխաջրածինների տեղադիրքի, քանի որ նախկին աշխատանքների ընթացքում, նախկին ուսումնասիրությունների ընթացքում արդեն կազմվել է հասկացողություն, որ հենց խզվածքների հետ է կապված այդ ածխաջրածինների տեղադրումը և այդ նպատակին մոդելավորմանը հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները. Երկրաբանական և երկրաֆիզիկական նյութերի հավաքում, համակարգում և թվայնացում, հետո բազայի ստեղծում, տարբեր բազաների ստեղծում, հորատանցքային տվյալների կորելացիա, նրանց սեյսմիկայի հետ մեկնաբանում, ուսումնասիրվող տարածքի երկրաչափ երկրաբանական մոդելի կառուցում, խզվածքային խախտումների որոշում, նրանց կինեմատիկայի հաշվարկում և հետագա պալեոլարվածության վերլուծություն և վերջնական տարածքի տեկտոնական ռեժիմի մեկնաբանություն և նրա ազդեցություն երկրորդային ճեղքավորման ձևավորման վրա։ Ավազանը գտնվում է կենտրոնական արևմտյան մասում Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքի կողքը, առաջ նաև կոչվում էր Հոկտեմբերյանի նստվածքային ավազան։ Այս տարածքը ունեցել է բազմափուլ հետազոտությունների պատմություն, սկսել են հետազոտությունները դեռ խորհրդական ժամանակ 50-ականներից գրավի մագնիսաչափությամբ և երկրաբանական հանույթով, հետո կառուցվել են շատ մեծ քանակով կառուցվածքային, պարամետրիկ և որոնողական հորատանցքեր։ 80-ականներին տեղի ունեցել մեծ ծավալով սեյսմիկ ուսումնասիրություններ և կառուցվել են Հայաստանի Հանրապետության երկու ամենախորը հորատանցքերը 5000 և 4800 մետր։ Անկախությունից հետո տեղի են ունեցել երկու փոքր փուլ սեյսմիկ ուսումնասիրությունների 97 թվականին Armenian American Exploration Company-ի կողմից և 2006-7 թվականին Trans-Euro-Energy և Team Energy-ի կողմից և դրա հետևանքով կառուցվել է որոնողական հորատանցք Կարմիր 1։ Հիմնական թիրախը այս ավազանի դա ստորին ավազկավային ենթաշրջախումբն է, այսպիսի կոչված Lower Sand Clay Substitute-ը, որը իրանից ներկայացնում է տուֆոգեն ավազաքարերի շերտախմբեր, կավերի և ալևրոլիտների հետ միասին։ Դա առաջին ավանդական թիրախներ, հետևաբար համարյա թե բոլոր հորատանցքերը այս ավազանի իրանք հորատվել են մինիմում մինչև այդ ենթաշերտախմբին հասնելու համար։ Եվ սա քարտեզն է, որը կառուցել է Յուրի Կագրամանովը Trans-Euro-Energy-ի սեյսմիկ հետազոտությունների ծրագրի համար 2006 թվականին, որը նաև ինչ-որ մասերով ցույց է տալիս այն տեկտոնիկ սետինգը, որի մեջ այդ ավազանը գտնվում է։ Չնայած սա Յուրի Կագրամանովի մեկնաբանությունն էր։ Խոսանք մի քիչ շերտագրության մասին, մեր ֆունդամենտը համեմատաբար ասենք, քանի որ դա օֆիոլիտային համալիրն է, վերջին երկու հորատանցքերը ամենախորերը, իրանք տենց օֆիոլիտային համալրից դուրս չեկան, այսինքն ամենաստորին մասը ավազանի ուսումնասիրած դա գաբրոներ են, դիաբազներ են, հետո մենք ունենք, կարելի ասել, նստվածքային ավազանի երկու հիմնական մաս, առաջինը էոցենյան հրաբխային և կարբոնատային ապարներ և հետո աներտաշնակությունից հետո մենք ունենք մի մեծ տրանսգրեսիվ ռեգրեսիվ ցիկլ օլիգոցենի, միոցենի
որը կտրվում է վերին միոցենում եւ ամբողջ ավազանը ծածկված է չորրորդական լավաներով։ Բացի այդ, նաեւ մենք ունենք այստեղ ցույց է դրված Այստեղ մենք ունենք նաև երկրաֆիզիկական պատկերը, օրինակ սա առանցքային ալիքների դանդաղությունն է, հորատանցքերում այդպես են չափում, որտեղ ցույց են տրված նաև ավելի արագ մարմիններ, համեմատաբար ուրիշ հենց նստվածքների համեմատ։ Դրանք ինտրուզիվ մարմիններ են, դիորիտներ են, չորրորդական հասակի, եւ ունենք ավելի դանդաղ ապարներ, որոնք հայտնաբերվել են օրինակ Բագրավան 1 հորատանցքում եւ դրանք օֆիոլիտային օլիստոստրոններ են, որոնք իրանցից ներկայացնում են սերպենտինիտներ եւ նստվածքների համեմատ իրանք ավելի դանդաղ են։ Դա կարեւոր է այն առումով, որ երբ որ մենք ուսումնասիրում ենք սեյսմիկ տվյալները, հենց այս կոնտրաստն է մեզ համար ստեղծում արտացոլող հորիզոններ, որոնք մենք ուսումնասիրում ենք։ Սա տեկտոնիկա սլայդն է, որտեղ այստեղ է գտնվում մեր նստվածքային ավազանը եւ կան մի քանի փուլեր զարգացման այս տարածքի։ Առաջին փուլը հենց յուրայի ժամանակահատվածում այդ օֆիոլիտային հիմքը առաջացել է շատ ավելի դեպի հարավ, հետո տեղի է ունեցել օբդուկցիա եւ այս մարմինները, որոնք շարունակվում են նաեւ Թուրքիայի տարածքում Կաղազման քաղաքի մոտ եւ Վելիում, իրանք օբդուկցվել են Հայաստանի Հանրապետության տարածքի եւ դրանից հետո արդեն տեղի ունեցել այդ նստվածքային փուլը այս ավազանի համար, երբ որ տեղի են ունեցել նստվածքապուտակումներ էոցենում, հետո տեղի է ունեցել ներդաշնակություն եւ միոցենում, օլիգոցենում։ Վերջով տեղի է ունեցել կոլիզիայի հետևանքով ափլիֆտ եւ այս տարածքը շատ ուժեղ բարձրացել է, պենեպլենիզացում է տեղի ունեցել եւ ծածկվել է չորրորդական լավաներով։ Անցնենք հենց աշխատանքին, սրանք ծրագրային համալիրներն են, որոնցում կատարվել է 1D, 2D, 3D տվյալների թվայնացում, հետո կազմվել են տեղեկատվական բազաներ, տարբեր հորատանցքային, քարտեզագրական եւ 3D ընդարձակ մոդելավորման համար։ Եվ այս ծրագրային համալիրներում արդեն վերլուծվել է խզվածքների կինեմատիկան եւ պալեոլարվածության դաշտը։ Առաջին հերթին թվայնացրել եմ երկրաբանական հանույթի քարտեզը, որը կատարել է Տաշյանը 1961 թվականին եւ ինչպես տեսնում ենք, տարածքի հիմնական մասը փակված է այդ չորրորդական լավաներով, իսկ ուրիշ կողմից այդ տարածքը սահմանափակված է ալյուվիալ նստվածքներով, Արաքսի եւ նաեւ Ախուրյանի։ Այսինքն մենք ունենք շատ նեղ գոտի, որտեղ այդ միոցենի ապարները դուրս են գալիս եւ որոշեցինք գնալ դաշտային աշխատանքների, այցելել պարոն Գալոյանի եւ պարոն Շազյանի հետ, նաեւ ուսումնասիրեցինք, հայտնաբերեցինք այս սինկլինալը, որը նաեւ տեղ ունի այս քարտեզում, գրականության մեջ նաեւ կոչվում է Խերբերտ-Լուի սինկլինալ, բայց Երվանդաշատի սինկլինալն է։ Այսինքն մենք ունենք այստեղ արտահայտված ծալքավորում։ Նաև այստեղ քարտեզի վրա նշված են եղել խզվածքներ։ Սա այն աշխատանքային process-ն է, որի ընթացքում ես թվայնացրել եմ հորատանցքերը, այսինքն շատ մեծ քանակով մշակվել են հաշվետվությունները, որոնցից այսպիսի ռաստրային սկաներով մենք ստացել ենք լիթոլոգիան, ստացել ենք երկրաֆիզիկական դաշտերը, հիմնականում ամբողջ ֆոնդի համար դա դիմադրողականությունն է ապարների եւ ինքնապոլարիզացման մեթոդն է կարոտաժը, նաեւ կան կետային տվյալներ, օրինակ խտությունները եւ ծակոտկենությունը ապարների եւ այդ ամեն ինչը թվայնացնելուց հետո մենք արդեն տեղեկատվական բազայում ունենում ենք 1D երկրաբանա երկրաֆիզիկական մոդել, որը իր մեջ պարունակում է մեծ քանակով տարբեր երկրաբանական ինֆորմացիա։ Ընդհանուր թվայնացրել ավելի քան 60 հորատանցքի համար այս տվյալները, 63 եւ նաեւ միացվել է այդ 3D բազայում սեյսմիկ տվյալների հետ։ Հիմնականում այն սեյսմիկ տվյալները, որոնք օգտագործվել են, նրանք 97 թվականի սեյսմիկ կամպանիայի ընթացքում ստացած պրոֆիլներն են։ Դրանից հետո կատարվում է հորատանցքային տվյալներով կորելյացիա։ Ամենահետաքրքիր երևի մասն է այդ կորելյացիայի, որ մենք այս ավազանում ունենք դուպլեքսներ, այսինքն մի հորատանցքը տարբեր խորությունների վրա
կտրում է նույն երկրաֆիզիկական պատկեր ունեցող հատվածներ։ Դա նշանակում է, որ այդ հորատանցքը անցնում է խզվածքի միջով։ Եվ այդպիսով մենք կարողանում ենք ստանալ այն կետը, որում այդ հորատանցքը հատել է խզվածքը, եւ ունենալով մի քանի կետ կարողանում ենք վերականգնել մակերևույթը այդ խզվածքի։ Շատ լավ է, երբ որ ստացվում է ունենալ այդ խզվածքի մակերևույթը ենթաշերտախմբերի սահմաններում, երբ որ մենք ունենք կոնտրաստ։ Սակայն կան նաև այսպիսի տարբերակներ, երբ որ օրինակ կավային ենթաշերտախմբում, որտեղ մոնոտոն կավեր են, մենք նաև պետք է ինչ-որ ձևի գտնենք այդ խզվածքը եւ այդ խզվածքը կարելի է գտնել այ կտրուկ փոփոխությունով կեռնի անկումների շնորհիվ, երբ որ մենք օրինակի համար ունենք կեռնի մեջ անկումները 10-20 աստիճան եւ հետո կտրուկ փոխվում է դեպի 60, մենք ենթադրում ենք, որ դա խզվածքի հետևանք է։ Սակայն մենակ հորատանցքերով այդ ամեն ինչը որոշել չի կարելի, օրինակի համար սա կենտրոնական կարմիր որոշված կողաշարժների կողմից, մենք ունենք 4 կետ տարբեր հորատանցքերում, սակայն եթե մենք այդ 4 կետով վերականգնեինք այդ մակերևույթը, մենք կստանայինք մոտ 12-ից 15 աստիճան անկումով վրաշարժ։ Բայց մենք այստեղ ունենք նաև սեյսմիկ պրոֆիլ, որի վրա մենք ունենք այդ խզվածքի պրոյեկցիան եւ հայտնաբերում ենք, որ նա ունի անկում 75-80 աստիճան։ Հետևաբար հարկավոր է մենք օգտվենք ոչ միայն հորատանցքային տվյալներից, այլ նաև սեյսմիկ տվյալներից։ Այսպիսով որոշվել են 7 խզվածքներ, 3-ը իրանցից ներկայացնում են վրաշարժեր եւ ավելի ճիշտ 4-ը հաշվենք եւ 3-ը հիմնականում կողաշարժներ են, կտրուկ անկումներով։ Դրանք կենտրոնական հոկտեմբերյանն է, կարմրաձոր, շավարուտ, ասար, սպիտակ, կենտրոնական կարմիր եւ սևաբերդ։ Այս խզվածքների համար որոշվել են իրանց այս պարամետրները, ստրայկը եւ դիպը, այսինքն տարածումը եւ անկումի ազիմուտը եւ անկման անկյունը։ Սակայն նաև մեզ կինեմատիկա վերականգնելու համար հարկավոր է rate պարամետրը, այսինքն տեղաշարժի ուղղությունը այդ խզվածքի մակերևույթով։ Դրա համար ստեղծվել է կառուցվածքային այսպիսի կմախք, նաև կոչվում է structural framework, որի հիմքում են այն ռեպերները, որոնք մենք հայտնաբերել ենք հորատանցքերում, եւ այդ ստորին ավազկավային ենթաշերտախմբի քարտեզը, քանի որ դա ամենաուսումնասիրված օբյեկտն է այս ավազանում։ Եվ ծրագիրը փորձում է այդ ռեպերների հաստությունները պահպանելով վերականգնի այն կառուցվածքը, որը տեղի է ունենում ավազանում։ Եվ դրանից հետո դա մեզ տալիս է հնարավորություն գնահատել տեղաշարժերը այդ խզվածքների մակերևույթներով։ Սա օրինակ է կենտրոնական հոկտեմբերյան կառուցվածքի, այս կառուցվածքային կմախքում մենք ունենք ալլոխտոն բլոկ, մենք ունենք ավտոխտոն բլոկ, որը նաև բարդացված է 2 խզվածքներով։ Եվ այս կառուցվածքը ինքը ունի ապացուցված գազաբերություն, որը ապացուցված է եղել դեռ 60-ական թվականներին։ Անցնենք կինեմատիկայի վերլուծությանը եւ մեկնաբանման։ Մենք կարող ենք մեր այս 7 խզվածքները դասակարգել նրանց, որ ունեն վրաշարժային կինեմատիկա ամբողջովին, այսինքն այստեղ կոմպրեսիոն դաշտ է տեղի ունենում, սակայն օրինակի համար իրանք ունեն տարբերվող վերգենտություն դեպի հյուսիս եւ դեպի հարավ։ Եվ կան կողաշարժային այսպիսի կինեմատիկա ունեցող խզվածքներ, բայց հետաքրքիրն այն է, որ երբ որ մենք իրանց վերլուծում ենք ամբողջովին միասին, նրանք չեն հակասում իրար եւ մենք ստանում ենք մեկ տրանսպրեսիոն լարվածության դաշտ։ Երբ որ Վինտենզեր ծրագրում մենք վերլուծում ենք եւ ստանում ենք այդ պալեոլարվածության դաշտի ինվերսիան, այսպիսի պատկեր է ստացվում, այսինքն մենք ունենք վերնետքային տեկտոնական ռեժիմ եւ մաքսիմալ հորիզոնական լարվածության ազիմուտը 0.28, այսինքն դեպի հյուսիս արևելք։ Եվ ստացված պատկերը շատ լավ համաձայնվում է փոքր Կովկասի ժամանակակից GPS գեոդեզիական տվյալների հետ, որոնք ուսումնասիրվել են Կարախանյանի կողմից 2013 թվականին, այսինքն մեր ամբողջ տարածքը, նաև հայկական լեռնաշխարհը ինքը
համեմատաբար նույն նման ազիմուտ ունի տեղաշարժի համեմատած, եթե մենք հաշվենք, որ եվրասիական սալը անշարժ է։ Եվ դա ինձ համար օրինակ նշանակում է, որ այս պալեոլարվածության դաշտը, որը վերլուծվել է այդ խզվածքների միջոցով եւ այս նեոձեկտոնիկ setting-ը, որը մենք այսօր ունենք, իրանք ունեն ուղիղ ժառանգական կապ։ Այսինքն դա մի process է, որը տևում է մինչ այսօր եւ ունի ազդեցություն այդ ավազանի վրա։ Եվ եզրակացությունները։ Իրականացվել է Արմավիրի նստվածքային ավազանի արխիվային, երկրաբանական եւ երկրաֆիզիկական տվյալների հավաքում, համակարգում եւ թվայնացում, ներառյալ 63 հորատանցքերի, սեյսմիկ նյութերի եւ երկրաբանական հանույթի տվյալները։ Կառուցվել է ավազանի եռաչափ կառուցվածքային երկրաբանական մոդել, որը թույլ է տվել ճշգրտել հիմնական խզվածքների, ավտոխտոն եւ ալլոխտոն բլոկերի փոխադարձ դիրքը։ Հորատանցքային տվյալների կորելացիայի եւ կառուցվածքային մոդելավորման հիման վրա վերականգնվել են հիմնական խզվածքների կինեմատիկան եւ հաշվարկվել են strike, dip եւ rake պարամետրները։ Ֆոլկին եւ վինտենզոր մեթոդներով վերականգնվել է տարածքի պալեոլարված վիճակը, որը թույլ է տվել եւ ցույց է տվել տրանսպրեսիոն դեֆորմացիոն ռեժիմի գերակշռում սափային եւ վրաշարժային բաղադրիչների համակցությամբ։ Եվ ստացված արդյունքները լավ համընկնում են փոքր Կովկասի ժամանակակից GPS գեոդեզիական տվյալների հետ եւ կարող են հիմք հանդիսանալ բնական ճեղքավորության եւ ոչ ավանդական ռեզերվուարների հետագա գեոմեխանիկական ուսումնասիրությունների համար։ Շատ շնորհակալություն Շնորհակալություն հարցեր Շանթի։ Միացած սկզբում այդ երկու հորատանցներից մեկը կարակալային հորատանցն է։ Չէ, կարակալային հորատածը դա 54 թվականին կառուցված հոկտեմբերյան 1 ապորն է կոչվածն է, ինքը շատ ավելի շուտ, այսինքն ինքը այդքան էլ խորը չէր, իսկ այդ երկու հորատանցքերը իրանք կառուցվել են 83-ից 87 թվականներ Գրոզնիևցի կողմից եւ ընդհանուր իրանց կողմից կառուցվել է 4 հորատանցք, մեկը Գառնի մոտ, շորախքյուր մեկը մինչեւ հիմա աշտարակը կանգնած է այնտեղ։ Այդպիսով, այսինքն բայց մեկում գազ կա, կարակալային հորատվածի մեջ գազ կա։ Այո, կա։ Այնտեղ շատ շերտախմբեր են ուսումնասիրվել։ Այդ 58 թվականի հորատվածի մեջ։ Այո, նաև։ Այսինքն դրա տեղեկատվությունները նաև կան։ Իսկ այս երկու հորատանցքերը որ կան, հոկտեմբերյան 1-ում նաև իրանք փորձել են օֆիոլիտային համալիրը, քանի որ այնտեղ կար ճեղքավորման գոտի։ Եվ այդ ճեղքավորման գոտին նաև տվել էր մետան 54%։ Մի քիչ պատմություն ասեմ, կարակալային որ գազը դուրս եկա, մյուս օրը թուրքերը իրանց մասում հորատած դրեցին հորատել, այն առնումը կարող է մի հատ գազի հանքավայր լինի, կես իրանք տանեն։ Դա շատ նաև կարևոր յուրահատկություն է այս ավազանի, որ ինքը գտնվում է սահմանամերձ գոտում, եւ երբ որ մենք ուսումնասիրում ենք այդ տարածքը, շատ հետաքրքիր է, որ երբ որ մենք գնացել ենք այս դաշտային աշխատանքների, ամբողջովին մեզ մոտ համարյա թե ծածկված է լավաներով, իրանց կողմից ամբողջովին բաց տարածք է, որտեղ մենք այդ խայտապղեր, շերտախմբերը եւ այլն կարող ենք ուսումնասիրել, եթե ոչ վիզուալ, արբանյակային պատկերներով եւ այլն։ Ինչ լավ որ բացեցիք։ Իսկ այն հարավային մասում ֆիալետը, այնտեղ անկման անկյուն չեք որոշել։ Անկման անկյուն այնտեղ արդեն սահմանամերձ պետք է մենք սահմանը ոնց որ անցնենք։ Այդ արդեն Թուրքիան։ Այդ չէ, այդ Թուրքիան չի, այդ արդեն այնտեղ հարկերված գոտի է, այո։ Բայց ասեմ, եթե տենց է այդ խզման գոտին պլյուս ինկլինալը դրանց լավ է եղում, բայց եթե վերևի 19 աստիճանը եւ ստեղը մի հատ լինի, պատկերին կարող է լավինայի տիպի բան դուրս գալ։ Այս տարածքը ուսումնասիրվել է հենց Տաշյանի կողմից, ինքը այդ ժամանակ ունեցել է հնարավորություն այս շերտերի անկումները ստանալ եւ հիմնականում հենց է ստացվում իրանց մոտ իրանց աշխատանքում, որ հյուսիսային թևերը ավելի կտրուկ են ընկնում, քան թե հարավայինները։ Այս հարավային
կառուցվածքում։ Ներկայացած է։ Շատ փոքր մասով դելուվիալ ծածկույթներ շատ են այստեղ, հիմնականում այստեղ, բայց կարելի է ինչ-որ պապարներ գտնել, նաև կանավաներ են այստեղ կառուցել, որպեսզի հասնեն մինչև սկզբնական ապարները։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Ավագյան։ Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։ Հետաքրքրում է կարող եք երկրաբանորեն ցույց տալ օրինակ, որ կհամոզի, որ ձեր տենզորները, որ ստացել եք, իրար իսկապես պալի է լարվածության ցուցանիշը։ Պալիոն ես հասկանում եմ, թե դա կարող հնչի որպես ինչ-որ ժամանակաշրջանի համար, այսպես ասեմ, պալիոն ինձ համար սա որոշված է այս ժամանակահատվածի համար, այսինքն օրինակ Մեսինյան, uplift-ի այս լարվածությունն է, որը առաջացրել է, քանի որ մենք հասկանում ենք, որ սա այս ամբողջ ավազանը ինքը օլիգոցեն միոցենի հասակ ունի, հետևաբար իր վրա բոլոր ազդող ուժերը լինելու են շատ ավելի երիտասարդ։ Պալեոլարվածություն նկատի ունեմ, որ այս խզվածքներից որոշը կարան նաև ակտիվ լինեն հենց հիմա։ Այո, օրինակ այս ավազանը ինքը դեպի հյուսիս արևելք ինքը շարունակում է դեպի Սարդարապատ, չէ՞, եւ այնտեղ նաեւ այսօրվա գնահատումներով Գեորգիևսկի կողմից եւ ուրիշ ընկերությունների կողմից այդ կառուցվածքը Սարդարապատի խզվածքը ինքը հաշվում է որպես ակտիվ։ Իսկ այն ապարները, եթե հին են, դա դեռ չի ապացուցում, որ ինքը պալե է, ասացած դա է։ Այո։ Ուզում ասեմ ապագայում դուք դրա վրա ուշադրություն դարձրեք։ Ուղղակի սկզբնական թեման, երբ որ մենք որոշեցինք, դեռ հայտնի չէր, որ մենք կկարողանանք այս բոլոր խզվածքները կապենք մի տենզորով, այսինքն այստեղ նաև կա մի sense ցուցանիշ CD 33.5, երբ որ ինքը 40-ից ավել է, դա նշանակում է, որ համակարգը արդեն խաոտիկ է, այսինքն մեզ հարկավոր է այդ դեպքում մեր խզվածքները դասակարգել երկու առանձին կարգի եւ հաշվել որպես երկու տեկտոնիկ իվենթ։ Այդ դեպքում մենք կարայինք երևի ասենք, որ մեկը ավելի հին է, ավելի պալեոյա, մեկը ոչ։ Իսկ ստեղ մենք կարող ենք այս ամբողջը հնարավորությունը դուք ունեք, որովհետեւ ունեք կտրվածքներ արած, սոցիալներ ունեք։ Այդ կտրվածքները հիմնականում կազմված են միոցենյան եւ օլիգոցենյան ապարների համար, մենք էոցեն մտած շատ քիչ ապարներ ունենք։ Մենք ունենք հասկացողություն, որ այնտեղ տեղի ունեցել ինվերսիա, որ այնտեղ կա նաև անկյունային աներտաշնակություն, բայց էոցենի նստվածքային կառուցվածքի մասին մենք ոչ մի բան համարյա թե դեռ չգիտենք, քանի որ սեյսմիկան այդքան էլ լավ չի աշխատում արդեն մեծ խորությունների վրա, քանի որ վերևը լավաներում ինտերֆերենցիա է տեղի ունենում այդ ալիքների, այսինքն շատ խորը մենք չենք էլ կարող արդեն տարբերել օֆիոլիտային համալիրը այդ էոցենյան նստվածքներից, ոչ մի իմպեդանս չի, կոնտրաստ չկա։ Այսինքն տեսեք, եթե կա խզումներ, որոնք կարող եք ապացուցել, որ հիմա ակտիվ չեն, արդեն կարող եք խոսել պալեո լարվածության մասին, բայց դուք դա կարող եք ասենք զդել։ Ինչ է ցածկոց։ Մի հատ էլ հարցնեմ, դուրս չի գալիս ցածկոց։ Մի հատ էլ հարցնեմ, ձեր սինկրինալի առանցքը դուք դիտել եք, ինչքանով է համապատասխանում ձեր հյուսիս-արևմտյան հյուսիս-արևելյան ուղղվածության տենզորի հետ։ Այս տարածքում արդեն ամբողջովին ուսումնասիրված է հորատանցքերով եւ հորատանցքերը ապացույցում են, որ այս ուղղվածությունը տեղի ունի, այսինքն այստեղ անտիկլինալ ծալքերը շարունակվում են արաքսի այսպիսով շարունակվում են եւ այս ինկլինալը շարունակվում է այսպես, մինչեւ չի կտրվում մի գիծը սինկլինալի առանցքն է, չէ՞ իշխանական։ Սա այո։ Առանցքն է։ Ձեր տենզորը հյուսիս-արևելյան։ Այո։ Հարցս հետեւյալն է, ինչքանով է համընկնում։ Համընկնում է, սակայն այս մերկացումը շատ փոքր տեղեկատվություն է մեզ տալիս ընդհանուր կառուցվածքի մասին։ Կարող է դա էլ պալեո է։ Ոչ, որովհետև նստվածքները շատ երիտասարդ են։ Նստվածքները նույնպես ցալկավորված են։ Այո։ Շնորհակալություն, խնդրեմ։ Շնորհակալություն շատ աշխատանքի համար, ինձ հետաքրքրում է պալեո այդ ստրեսի արդյունքները, նաև շերտերի անկումներում։ Կարող եք ասել նորածների
մոլասների մատակարարում։ Հավանաբար դա եղել է նույն օֆիորիտային համալիրը, այսինքն եթե մենք ինչի մասին ենք, նյութի մասին ենք, որից առաջացել են մոլասները։ Որտեղից է մահարվել էրոզացիա։ Հա, այդ նյութը ինքը նորից ասեմ, դա հավանաբար հենց օֆիոլիտային համալիրն է, օրինակ Թուրքիայի կողմից գետերը, Արաքսը եւ Պալեոարաքսը, ասենք, Պալեոարաքսը եւ Պալեոախորան։ Այսինքն ենթադրում ենք։ Տեղի են ունեցել պետրոլոգիական ուսումնասիրություններ այդ ապարների հատիկաչափություն եւ միներալներ, ինչ որ ծանր եւ այլն, եւ իրանք ցույց են տվել հիմքային Դուք եք ուսումնասիրել։ Ոչ, ուսումնասիրել եմ հաշվետվությունները խորհրդական ժամանակ կատարած աշխատանքների։ Այսինքն իրանք ուսումնասիրել են նաև միկրոսկոպիկ եւ բյուրեղային կազմը։ Օֆիորիտային նյութ։ Այո։ Հիմքային նյութ, այսինքն կան միներալներ։ Եվ ձեր եզրակացությունների մեջ առաջինը դրանք արխիվային գաղտնի տվյալներ են, որ այսպես եզրակացություն եք տվել։ Իրանք գեոֆոնդում են գտնվում։ Ավելի ճիշտ, այստեղ կա գրականության ցանկը, գրականության ցանկի առաջին կեսը կամ երկու երրորդը իրանք գեոֆոնդներ ունեն, սակայն այստեղ կա նաև ինչ-որ կոնֆիդենցիալ տեղեկատվություն, որը ոչ միտեղ չի հրատարակվել եւ ուղղակի ժառանգական է այն մարդկանցից, ով զբաղվել են նրանցով։ Դրա համար եզրակացություն եք որպես Եզրակացությունը ընդհանուր աշխատանքի բնույթի մասին, թե ինչպես է աշխատանքը կատարվում։ Առաջին նախադասությունում կրիմինալ չկա, սովորական նախադասություն ասել Աբել, բայց դա եզրակացություն իրականացվել է։ Լավ ամեն Այլ հարցեր Սենց հարց, ասենք ես նյութերը, որ դուք վերամշակել եք, նոր մոդել եք ստեղծել, կիրառական տեսանկյունից, պոտենցիալ գազանախտաբերության տեսանկյունից ինչ է տալիս։ Փորձեմ բացատրեմ հենց սեյսմիկայի վրա։ Սա այս 97 թվականի պրոֆիլներից մեկն է, որտեղ մենք այստեղ արդեն ոնց որ կարողացել ենք ժամանակ խորություններից անցնել դեպի ժամանակներ, այսինքն այստեղ մենք աշխատում ենք ժամանակային դոմենի մեջ, միլիվայրկյաններ են սրանք։ Եվ սա այս կենտրոնական հոկտեմբերյան ծալքավորումն է, որը ունի ապացուցված գազաբերություն 61 թվականին, ավանդական թիրախն է սա, lower sand clay substitute, ստորին ավազակավային ենթաշերտախում, սակայն մինչև նրան գալիս է մի մոնոտոն կավերի մի մեծ հաստվածք, clay substitute, որը նաև ստեղծում է ինչ-որ կերպ կոնտրաստ։ Եթե ինքը ուղղակի լիներ մոնոտոն, ինքը այսպիսի երկրաֆիզիկական կոնտրաստ չէր կարող ստեղծել։ Հետևաբար, ես ոնց եմ պատկերացնում այս համակարգը, ինքը այսպիսի տեսք ունի, այսինքն մենք ունենք վրա շարժեր եւ մենք ունենք երևի ինչ-որ վնասված գոտի, որտեղ մենք ունենք ճեղքավորում եւ այդ ճեղքավորումը արդեն ամբողջովին կախված է լինելու այդ լարվածության դաշտից, որը մենք որոշել ենք։ Այդ լարվածության դաշտն է նաեւ առաջացնում սուբվերտիկալ ճեղքավորում, որը կունենա այդ ուղղությունը պարալել դեպի մաքսիմալ հորիզոնական լարվածությանը։ Եվ հենց այդ գազի երևակումներն են կավային ենթաշերտախմբի մեջ հանդիպել այս հորատանցքերում, սակայն հաշվել են, որ քանի որ դա կավային շերտ է, ինքը ոչ մի հետաքրքրություն իրանից չի կազմում, այսինքն ինքը չի կարող ստեղծել թակարդներ, կառուցվածքային եւ այլն։ Սակայն եթե մենք արդեն այսպիսի պատկերացում ունենք ավազանի մասին, որ այս գոտին կարող է վնասված լինի անտիկլինալ ծալքավորման ընթացքում, այսինքն ինչ-որ նաև detachment weight-ներով։ Ստեղ մենք ունենք detachment-ներ, ստեղ մենք ունենանք extensional regime, այսինքն ձգման ինչ-որ լոկալ համակարգեր։ Նրանք կարող են առաջացնել ճեղքեր, որոնք կկուտակեն գազ, որը սուբվերտիկալ հորատանցքերով հնարավոր չէ հետազոտել, ինչը տեղի ունեցել խորհրդական ժամանակ։ Իրանք տեսել են գազի երևակումներ, նրանք նաև ստացել են ներհոսքեր հորատանցքերի մեջ, բայց չեն հասկացել որտեղից, քանի որ երկրաֆիզիկայի տվյալներով այդտեղ եղել է ուղղակի մոնոտոն կավի շերտ։ Շնորհակալություն շատ, սահմանափակի կարդում,
Չէ, ժամանակակից Բոլոր հարցերը արդեն պարզ են։ ժամանակներ ժամանակակից ցանկացության խնդրում Շանթի աշխատանքը դրախոսել է Ղեկավարական դիպլոմատների ինստիտուտի ավագ գիտաշխատող Հովակինա Սամվելը։ Ուրեմն ձեր թույլատվությամբ կկարդամ միայն դիտողությունները աշխատանքի։ Մագիստրոսական աշխատանքը ընդհանուր առմամբ լավ է կազմված, հիմնված է մեծածավալ ակտիվային եկաբանական և եկափիզիկական տվյալների վերլուծության վրա և երկարացում է արմավիրի նստվածքային ավազանի կառուցվածքային կառուցվածքային պատկերների և զարգացման հետաքրքիր մեկնաբանություն, միևնույն ժամանակ կարելի է նշել հետևյալ դիտողությունները։ Աշխատանքում պալեոլարվածությունների ինվերսիան իրականացվել է հիմնականում հորատանցքային և սեյսմիկ տվյալներից առանձնացված խզվածքների երկրաչափության հիման վրա։ Պալեոլարվածության ուղղությունների հաշվարկումը բավականին բարդ է անիզոտրոպ ապաներում, որոնք արդեն ունեն ժառանգական խզվածքներ, քանի որ տրանսվերսիայի պայմաններում նախապես գոյություն ունեցող ճեղքավորման գոտին կվերաակտիվանա ավելի շուտ, քան կձևավորվի նոր խզվածք, եթե դրանց կողմնորոշումը մոտ է հիմնական լարվածությունների ուղղություններին, մասնավորապես, երբ դրանք առավելագույն գլխավոր լարվածության ուղղությունից շեղված են մինչև մոտ 30 աստիճանով։ Այս տեսանկյունից առավել հիմնավորված կարող է լինել նվազագույն սեղմող լարվածության ուղղության որոշումը հաշվի առնելով, որ այն ուղղահայաց է խզվածքի առաջացման կամ աստիճանական բացման ուղղությանը։ Երկրորդ դիտողությունը խզվածքների կինեմատիկայի հիմնավորումը։ Տրանսվերսիոն ռեժիմի վերաբերյալ եզրակացությունները հետաքրքիր են, սակայն ցանկալի կլիներ ավելի մանրամասն ներկայացնել առանձին խզվածքների շարժման բնույթի, վրաշարժ, կողաշարժ կամ վրաշարժ-կողաշարժ որոշման չափանիշները։ Դա կուժեղացներ առաջարկվող կինեմատիկ մոդելի հիմնավորվածությունը։ Ընդհանուր առմամբ նշված դիտողությունները չեն նվազեցնում աշխատանքի գիտական արժեքը և կարող են դիտարկվել որպես հետագա կատարելագործման առաջարկություն։ Եզրակացություն։ Աշխատանքը բավարարում է մագիստրոսական թեզի ներկայացված պահանջները և հեղինակը արժանի է տվյալ մասնագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի շնորհնալու։ Շնորհակալություն շատ։ Խնդրեմ, հիմա տանք ղեկավարի, հետո նա Շանթը կպատասխանի։ Միանգամից ասեմ, որ Շանթի հետ աշխատելը և հեշտ է, և դժվար։ Դժվար է, որովհետև մարդը, որը ավարտել է Գուբկինի անվան նավթի գազի ինստիտուտը, 5-ամյա կրթություն ունի, աշխատանքային փորձ ունի, աշխատել այդ մարդու հետ, փորձել իրեն շատ մեծ բան սովորեցնել, անօգուտ աշխատանք է, և եթե հաշվի առնենք, որ իր գիտելիքները նա հիմնավոր կերպով էր ներկայացնում, գալիս ենք հարցի մյուս կողմին, ինչու էր հեշտ, հենց այդ պատճառով էր հեշտ էր, լինելով նաև բացի երկրաբանից, ինքս նաև հյուսնի թող պատշաճ, որմնադիր, մետր բազը կամ շողուլը բոլորը լավ գիտեք, հայերեն չի, բայց շողուլը բոլորը գիտեք։ Շանթի դեպքում ընդամենը հարկավոր էր ուշադրություն դարձնել, որ այդ շողուրը տեղը լիներ։ Այսինքն մի քիչ աջ, մի քիչ ցախ, պետք էր ընդամենը հսկել։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, կարող եմ ասել, որ աշխատանքը իր բնույթով թերևս նորարարություն է, հաշվի առնելով, որ վերջին տարիներին շատ դիսկրետ ցանկություն է առաջանում ներդրողների կողմից հետաքրքրվել նավթագազաբերության հարցերով։ Շանթը լինելով մեզ մոտ արդեն ավելի քան 2 տարի, աշխատելով մեր բաժնում իբրև կրտսեր գիտաշխատող, մենք լուրջ հույս ենք պայքարում նրա հետ, որ նա մի գեղեցիկ օր մեզ կտա այն երկար սպասված հարցի պատասխանը Հայաստանում կա արդյոք նավթ և գազ և ինչ չափի նավթ և գազ կա Հայաստանի կերևում կամ ինչպես ընդունված է անվանել Հայաստանի ինտերերում։ Ես լիահույս եմ, որ այս ուղղությամբ մեր ինստիտուտում կունենանք առաջընթաց և Շանթը այդ ճանապարհի ռահվիրան է, առաջամարտիկը իրեն ընդամենը պետք է օգնել
լրացուցիչ, եթե շտկելու կարիքներ կա, շտկելու, ժողովուրդը պինդ պահելու, տեղը պահելու, եւ մենք ունենանք լուրջ հաջողություն, իսկ ինչ վերաբերում է գիտական աշխատանքներին, այո, մենք կունենանք առաջիկայում առնվազն 1 կամ 2 աշխատանք նախատեսում ենք այս եղածների հիման վրա, չենք ասում բարձր կարգի իմպակտ ֆակտորով ժուրնալներում, բայց ունենալու ենք, որովհետև այն հսկայածավալ աշխատանքը, որ նա հավաքել, գտել, գնացել, ման եկել, նույնիսկ մասնավոր կամ բիզնեսի ներկայացուցիչների հետ լեզու է գտել եւ հիմա այդ կապիտալը տեղափոխել է մեր ինստիտուտի գրադարան, իրենից լավ ոչ ոք չի կարող օգտագործել եւ իրենից լավ ոչ մեկ չի կարող դրանք մեկնաբանել կամ վերամեկնաբանել։ Այս պահին կարող եմ ասել, որ ինքը ոչ միայն արժանի է մագիստրոսի կոչման այդ պատվավոր աստիճանին, որը մեզանում նաեւ առաջին փաստորեն գիտական աստիճանն է, այլ արժանի է, որ նա շարունակի եւ զարգացնի հայկական գիտությունը Հայաստանի Հանրապետության ներսում։ Շնորհակալություն։ Շան խնդրեմ պատասխանեք դիպորությունների։ Շատ շնորհակալություն պարոն Գալոյանին այս բարի համար, վերադառնալով դիտողություններին, ինչպես պարոն Հովակիմյանն ասաց, մենք արդեն դա քննարկել ենք մեկ անգամ, բայց եւս մեկ անգամ վերադառնանք, վերաակտիվացման մասին խոսքը կարա չգնա, քանի որ ավազանը ինքն իրենով շատ երիտասարդ է եւ ավելի երիտասարդ են այստեղ տեկտոնական շարժումները եւ այս հզվածքները։ Հետեւաբար մենք հենց հիմա ունենք այս դաշտը, որը որոշվել է, ինքը մինչև հիմա տևում է եւ ինքը հավանաբար մյուս 50 միլիոն տարին կարա շարունակվի այսպիսով, ինչ որ կերպ փոխվելով եւ այլն, այսինքն վերաակտիվացման մասին հին դաշտի խոսք չի գնում հավանաբար, իսկ երկրորդ հարցը ինչն էր ասում ինքը, Սիգմա 1, Սիգմա 3։ Հա, դե ըստ նրա թե ոնց է որոշվել տենզորը, կարելի է ասել, որ մոտ այդպես էլ ստացվել է, այսինքն Սիգմա 3-ը մենք ինքը նաև ունի ինչ-որ անկյուն, ինքը մերձ վերտիկալ է, ինքը ամբողջովին վերտիկալ չի, 90 աստիճան չէ, ինքը ունի 85 աստիճան անկում եւ այսպիսով ինքը կարող է ուղղահայաց լինել այն խզվածքների մակերևույթներին, որոնք որոշվել են այս աշխատանքի ընթացքում։ Շնորհակալություն շատ Շանթին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մագիստրատների ներկայացված աշխատանքների համար։ Այս փուլում հանձնաժողովը կանցնի փակ նիստի ներկայացված աշխատանքների գնահատման եւ արդյունքների ամփոփման նպատակով եւ արդյունքները կհայտարարվեն հանձնաժողովի որոշման ընդունումից հետո։ Կխնդրեմ բոլորին սպասել, մինչև հանձնաժողովը իր որոշումը կայացնի։ Շնորհակալություն շատ